Գիրկովսե գլուխ 8. Փողը բերանիդ, արծիվի պես հարձակվում է Տիրոջ տան վրա թշնամին, որովհետև զանց արին իմ ուխտը, և իմ օրենքի դեմ հանցան գործեցին։ Դեպի ինձ են աղաղակում. ով Աստված, մենք Իսրայելս ճանաչում ենք քեզ։ Իսրայելը մերժեց բարին, թշնամին պիտի հալածե նրան։ Նրանք թագավոր դրին, բայց ոչ թե ինձանից, իշխաններ դրին, բայց ես չիմացա։ Իրանց արծաթն ու իրանց ոսկին իրանց համար կուռքեր շինեցին, որպեսզի բնաջինջ լինեն։ Քո որդը մերժվեցավ, ով Սամարիա, վառվեցավ իմ բարկությունը նրանց վրա։ Մինչև երբ պիտի նրանք չկարողանան սրբվել, որովհետև նա էլ է Իսրայելիցը։ Արվեստավորը շինեց նրան, և նա Աստված չէ, որովհետև փշուր պիտի դառնա Սամարիայի որդը, որովհետև քամի սերմեցին և մրրիկ պիտի հնձեն։ Նա հասկ չունի, բույսը չի շինելու խյուսը, եթե շինե էլ, օտարներն են կուլ տալու։ Իսրայելը կուլ գնաց, հիմա ազգերի մեջ պիտի լինեն անախոր ժամանի պես, որովհետև նրանք գնացին Ասորեստան։ Վայրենի Էշոման է գալիս իրան համար, Եփրեմը սիրականներ է վարձում, թեև վարձեն էլ ազգերի մեջ, ես նրանց պիտի ժողովեմ, և նրանք կհանգստանան մի քիչ իշխանած թագավորի բեռիցը, որովհետև Եփրեմը շատացրեց սեղանները մեղանչելով, սեղանները նրա համար մեղքի պատճառ եղան։ Եվ ես նրան գրեցի իմ բյուրավոր օրենքները, իսկ նրանք օտարոտի բանի պես համարվեցան։ Իբրև իմ ընծաների զոհեր նրանք միս են զոհում և ուտում, Տերը նրանց չէ հավանում։ Հիմա նա պիտի հիշե նրանց անօրենությունը և պատժե նրանց մեղքերը, նրանք Եգիպտոս պիտի ետ դառնան, որովհետև Իսրայելը մոռացավ իր Արարչին և պալատներ շինեց, և Հուդան շատացրեց պարսպավոր քաղաքները, բայց ես կրակ պիտի ուղարկեմ նրանց մեջ, և նա պիտի լափե նրա պալատները։